ես հրապարակում եմ Երևան քաղաքի Արաբկիր եւ Քանաքյար Զարթոնվաճական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որտեղ պարզել է դատարանը, թե ինչ գործողություն է իրականացրել Վահագն Խումաշյանը ըստ քննիչի ներկայացրած միջնորդության։ Ինչ է գրված։ Կխնդրեմ նաեւ կադրը, որպեսզի ես մի բառ նույնիսկ իմ կողմից չավելացնեմ։ Վարույթ իրականացնող մարմնի ներկայացուցիչը հայտնել է Վահագն Սաշիկի Խումաշյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որպեսզի գործողությունները արտահայտվել են հետևյալում։ Դրանից հետո, եթե տեսնեք նաև ժամկետը, դրանից հետո ամբողջությամբ մոտ 1 2 այս երկու էջը այդ փաստերն է, այստեղից արդեն գալիս է իրավական հիմնավորումները, ներկայացվում է ամբողջությամբ թե ինչ են արել Անդրեաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, մասնավորապես 2016 թվականի հուլիսի 29-ի ժամը 19:30-ից Ազատության հրապարակում մեկնարկածանգվածային միջոցառման ընթացքում տեղյակ լինելով ՊՊՑ գնդի հարակից տարածքում երթևեկության եւ հետրոտների ազատ տեղաշարժի սահմանափակված լինելու եւ իրականացվող հատուկ միջոցառումների մասին կոչերով հորդորներով դրդել են հավաքվածներին գնալ դեպի Խորենացի փողոց եւ անմիջնականորեն ստանձնել են երթի ղեկավարում։ Այս այդ ամբողջը հետո գնում Անդրեաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի վերաբերյալ ու չգիտես որտեղ այս տեղերից մեկում եւ ինչ որ դատարկ տեղ ա եղել, որ անհասկանալի տեղավորել են, ուղղակիորեն առանց որևէ տրամաբանական տեսեք որևէ կապ, եթե կարդակել ամիսամսաթիվ, ժամ չկա։ Նկարագրված զանգվածային անկարգությունների ժամանակ դրա անմիջական մասնակից Վահագն Խումաշյանը բռնություն է գործադրել կոնկրետ քարեր են իրենց տարայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների վրա։ Այս ա եղել իրան բուն առաջադրված մեղադրանքը եւ քանի որ այսքան լուրջ ու խիստ ծանր առանձնահատուկ հանցագործություն արել Վահագը որոշել են իրան կալանքի տակ պահել։ Ընդ որում ես հաջող հիմա հաջորդ փաստերը ներկայացնում կպահես մի հատ Արաքջան։ Գործի նյութերի մեջ, որը որ մենք պաշտոնական օրենքով մեզ վերապահված իրավունքների շրջանակներում ծանոթացել ենք։ Ափսոսի օրինակները տվեցի, բայց այստեղ բանից կասեմ։ Գործի նյութերի մեջ թվով 5 մեքենաներ, մարդատար մեքենաներ, որպես գույք, որը որ այդ արիադարձությունների ժամանակ վնաս ա կրել։ Մակնիշները համապատասխան ներկայացված, սեփականատերերը չպարզված, ում են պատկանում այդ մեքենաները, որպես համապատասխան վնաս կրած մեքենաներ եւ վնասվածքները ճիշտ գնահատելու համար ուղարկել են փորձաքննության։ Վնասվածքները ում կողմից, ինչի հետևանքով են պատճառվել, պարզ չի։ Ներկայացել են մոտ մինչև 20-ին հասնող տուժողների անուն ազգանուններ։ Թե ով է դրանցից հանդիսանում ոստիկան, ով է քաղաքացի, որևէ ձևով նշում չկա։ Որ մեկն է ընդ որում դրանցից հատուկ տուժել Վահագի կողմից նետած քարից, դրա մասին որևէ տեղեկություն չկա։ Այլ 3 մեքենաներ, որոնցով ուղղակի իրենց կողմից մատնանշած փաստերն են։ ՊՊՑ գնդի տարածք ոստիկաններ տեղափոխելու ժամանակ պաս 3 մեքենաներ ՊՊՑ գնդի տարածքից արձակված կրակոցներից ստացել են վնասվածքներ։ Այդ էլ ուղարկվել է փորձաքննության։ Հայտնաբերվել է պայթուցիկ նյութեր, փամփուշտներ, չգիտեմ, այդ կիրառած պայթուցիկ նյութերի հետևանքներ եւ այլն։ Բոլորը հավաքել ուղարկել են փորձաքննության։ Այս նույն գործի մեջ եւ այդ ամենից հետո եզրակացություն, որը զանգվածային անկարգությունների մեջ մասնակցություն ունենալու համար Վահագն Խումաշյանին առաջադրվում է քրեական մեղադրանք եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է կալանքը։ Եթե դուք հասկացաք կամ եթե երևաց թե որտեղ է այստեղ Վահագը, մենք ինքներս փորձում ենք արդեն քանի օր այդ ամբողջը հասկանալ։ Ընդ որում օգոստոսի 3-ից մենք դիմում ենք ունեցել մինչև հիմա որևէ գործողություն լրացուցիչ Վահագն Խումաշյանի հետ նախաքննության մարմինը չի իրականացրել։ Մենք բազմաթիվ անգամներ հեռախոսներով զանգել ենք, ընդ որում մի քանի քննիչ են այդ գործի համար պատասխանատու, անընդհատ այսօր վաղը եւ այլն, մինչեւ մենք գրավոր ամսի 19-ին որպեսզի ապացույց ունենանք, ներկայացրել ենք գրավոր ձևով, որ ինքը այդ մարդը տվյալներ ունի հայտնելու։ Եկեք բացատրություն ցուցմունք վերցրեք, որպեսզի պատմի, իմանաք գոնե դուք ուր ա եղել Վահագը այդ օրը, մնացել է անպատասխան։ Երբ որ դատարանում դրա մասին ներկայացրեցի, հենց դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, քննիչն ասում է հիմա գնանք ցուցմունք վերցնելու, ասենք ոնց որ բան էր, էլի, ասում ժամը քանիսին, ասում 12-ին, 11-ին դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, որ պիտի գա իր մասնակցությամբ, նույն քննիչի մասնակցությամբ, որոշում հրապարակի, ինձ ասում 12-ին գնանք Վահագի ցուցմունքներ վերցնենք։ Իսկ եւ արդարացումը հետեւյալ ձևով, քանի որ շատ են գործերը,
Մինչև հիմա հնարավորություն ժամանակ չեն ունեցել, որ գնան Վահագից ցուցմունք բացատրություն վերցրեն։ Իսկ Վահագը ինչ է ասում այդ օրը դեպքի հետ կապված։ Վահագը, ինչպես նաև իր ընկերները, որոնց հայտարարությունները հրապարակեցինք եւ դատարանին մենք ներկայացրեցինք, տեղեկացրել են, որ այդ օրը Վահագն Ղումաշյանը առհասարակ չի եղել այդ դեպքի վայրում։ Կոնկրետ մարդիկ ապացույցներ են ներկայացնում, որ ժամին Վահագը որտեղ է եղել։ Բնականաբար նախաքննության մարմինը այդ տվյալները չունի։ Իրենք որևէ գործողություն չեն արել, դուք ուղղակի չեք պատկերացնում։ Ինքը Վահագին ուղղակի ոստիկանները, օպերատիվ աշխատողները գնացել են տնից վերցրել են, տարել են, այս փաստաթղթերը գրել, մրել են, տեղափոխել են Նուբարաշեն քրեակատողական հիմնարան։ Վահագի երեսը նույն քնիչը երկու անգամ չի տեսել, որ գոնե հիմա ճանաչի իմանա, որ սա էր Վահագը։ Ես ընդամենը մի բան եմ, խնդրում եմ այս պաշտոնական իրենց փաստաթղթերն են, էլի, որպեսզի ես չմեկնաբանեմ։ Դատանի որոշման մեջ որպես Վահագն Ղումաշյանի արարքը քար նետելը իրանց գրած հիմնավորող ապացույց ներկայացվել է հետևյալը։ Դատարանը ուսումնասիրելով քննիչի ներկայացրած նյութերը պարզել է, որ քննիչի կողմից ներկայացվել են դեպքի վայրի զննության արձանագրություն, տրանսպորտային միջոցի զննություն կատարելու մասին արձանագրություն, ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննության մասին արձանագրություն, լուսանկարչական հավելված տուժողների հարցաքննությունների արձանագրություններ, ձերբակալման արձանագրություն, մեղադրյալի հարցանագրության արձանագրությունը, ինչպես նաև գործով ձեռք բերված այլ փաստեր։ Սրանք դատարան չեն ներկայացվել։ Եթե տուժող որպես այդպիսին անձ չկա գրած ով է տուժողը, ում են հարցաքննել, որ ներկայացրել են։ Բացի հետ մեղադրյալի հարցաքննության արձանագրություն, եթե Վահագը ինքը քննիչը կանգնում է ասում է, որ հրաժարվել է ցուցմունք տալուց։ Եթե Վահագը ցուցմունք չի տվել, ում են հարցաքննել, որ այդ հարցաքննությունը ներկայացրել են դատարան։ Եվ դատարանն էլ հաստատում է, որ ես հա տեսել եմ այդ փաստաթուղթը։ Դատարանը հաստատում է, որ ես դեպքի վայրի տրանսպորտային միջոցի զննության արձանագրություն եմ տեսել։ Ես դες հրապարակեցի, դրանք կայացվել են ավելի ուշ, այսինքն Վահագին կալանավորել են նոր, ինչ որ օգոստոսի 3-ից հետո որոշումներ է կայացվել։ Իրանք սենց էլի, քանի որ կլինի տենց մի բան դե գործ է, էլի ոնց Սումալին ձեռի հետ այդ որոշումները կունենան։ Այդ որոշումների անունները գրել են ոչ օր կա, տեսեք է, ոչ օր կա, ոչ այդ որ վայրն է, ինչ դեպքի մասին էր խոսքը, ով է գնացել, ում հարցաքննությունն է որպես տուժող, ոչ մի բան չկա, այս 4 տողը դատարանից գրելը ու դրել է։ Բացի այդ, ասեմ ասած copy paste արած որոշում։ Այնքան copy paste են արել նույն որոշումը, որ արդեն իրանք չեն հասցնում անուն ազգանունները փոխեն։ Վահագն Ղումաշյանի որոշման մեջ գրել են ուրիշ մարդու անուն ազգանուն։ Էսա։ 11 կներեք, էսա։ Գարիկ Էդուարդի Արուստամյան։ Հետո երբ որ արդեն տեսել եմ, որ լրիվ արդեն խայտառակություն է միայն կարգի, մի հատ տեխնիկական վրիպակը ուղղելու համար, դատարան նորից որոշում է կայացել, որ ոչինչ, այդ որ անուն ազգանուն սխալ եմ գրել, դրանից բան չի փոխվում։ Մեկը մնացած հանգամանքները մնում են նույն։